Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք իմ հյուրը ձեր կողմից շատ սիրված և պահանջված նաև Էդգար Ղազարյանն է, ինչու եմ ասում պահանջված, որովհետև շատերն էին մեկնաբանություններում գրել, որ ցանկանում են պարոն Ղազարյանի հետ հարցազրույց անել և այսօր էլ իրադարձություններով լեցուն օր է, կարծում եմ մեզ շատ հետաքրքիր հարցազրույց է սպասվում, բայց մինչև սկսելը կխնդրեի մեզ դիտողներին բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը, տարածել այն, գրել մեկնաբանություններ և ընդհանրապես ակտիվ լինել, ինչպես ասում են ձեզ համար դժվար չէ, մեզ համար էլ հաճելի է։ Բարև ձեզ պարոն Ղազարյան։ Բարևիկո ձեզ։ Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը այսօր Երևանում էր և կրկին իջել էր մետրո։ Դեռ 2018 թվականին կհիշեք, որ այն աղջիկը չվերցրեց բուկլետ, այսպես շպրտեց վրա, այսօր էլ արցախցի մի աղջիկ փաստորեն Նիկոլ Փաշինյանից պատասխան էր պահանջում և Նիկոլ Փաշինյանը ափերից դուրս եկավ, անվանեց փախածներ եւ այլն, քիչ առաջ էլ գրառում էր արել, ասում է ներողություն եմ խնդրում, ավելին պատրաստ եմ կանչել կառավարության շենք, այնտեղ ներողություն խնդրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ պահի տակ, որ զայրանում է, չի գիտակցում ինչ է անում, թե գիտակցում է ուղղակի հանրային այս բանը չէր կանխատեսել զայրույթը դրա համար է ուզում ներողություն խնդրի, թե մարդը սխալվել է հիմա։ Չէ, անկեղծանում է։ Իր հուզական վիճակը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք հասկանանք, թե ինքը ինչ տեսք ունի, ինչ կերպ ունի իրականում, այսինքն ինքը դրանով անկեղծանում է։ Մնացած ժամանակ ինքը խաբում է, չէ՞ մարդկանց, այսինքն սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր, չէ՞ տես բաներ է, չի ասում սովորական կեղծավոր ժամանակ։ Հիմա երբ որ ինքը ասում է, որ սիրում եմ բոլորիդ, ինչքան էլ սարսափելի է, մենք բոլորս դրա մեջ մտնում ենք, չէ՞։ Պատկերացնում ես, ես էլ եմ մտնում այդ բոլորի մեջ։ Սարսափելի, ցավալի արձանագրում։ Բայց պարզվում է, որ այդ բոլորի մեջ մտնում է նաև արցախցի բռնի տեղահանված երիտասարդ կինը եւ իր անչափահաս որդին, չէ՞։ Բա մարդը մեկին կսիրի ու նրա հետ տեսք խոսա։ Երբ որ դու մարդուն սիրում ես, հակառակն է, չէ՞ ելնում, նրան լավ խոսքեր ես ասում, եթե անգամ նա քեզ վատ բան ասում, դու նրա նկատմամբ ներողամիտ ես գտնվում, չէ՞, որովհետև սիրում ես այդ մարդուն, չէ՞, վատ բան ոնց կարաս ասես մի մարդու, որին սիրում ես։ Ինքը դրանով ցույց է տալի իր բնական վիճակը, թե ինքը ինչ ատելությամբ է լցված հայ ժողովրդի նկատմամբ։ Ձեզ մի հատ վարժություն ասեմ, էլի, մտովի վարժություն։ Պատկերացրեք, ասենք, պարզվեր, որ իր դիմաց ոչ թե արցախցի կին է, այլ ադրբեջանցի։ Հիմա Ալիևն ասում է, չէ՞, որ ադրբեջանցիները պիտի գան Երևան, ապրեն Երևանում, երբ Հայաստանը դարձնեն արևմտյան Ադրբեջան։ Այդ իրանց ծրագիրն է, չէ՞, Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասենք, պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցում հանդիպում է մի հատ երիտասարդ ադրբեջանցի կնոջ իր երեխայի հետ։ Ինչ եք կարծում, նա համարձակություն կունենա նրա հետ այնց խոսեր, ոնց որ խոսել է այսօր մեր հայրենակցու հետ։ Բացառվում է, չէ՞։ Պատկերացրեք ինչքան էր քզնելու։ Ինչ շողոքորթություններ էր անելու, ոնց էր քծնելու, ոնց էր գովելու, այնպես ոնց որ մարդը մարդուն կսիրի։ Դե ես հիշում եմ, պարոն Ղազարյան, Միլանի եկեղեցում ադրբեջանցի մոտեցավ Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ասաց, այնտեղ մեր հայերը ասում էին, բանը արգելում էին նրան խոսել, բան ասում էին դուրս հանեք, ինքը ասաց, չէ, թող ասի։ Թող մնա, ասի, բան, հələ էդի 19 թիվն էր։ Այո։ Պատկերացրեք հիմա նա ադրբեջանցի տենա։ Ընդ որում այդ որ ասում է պատրաստ եմ ներողություն խնդրել, այդ արդեն նշանակում է ինքը վերադարձել է իր կեղծավոր կերպարին արդեն։
Էներ ինչի համար, որովհետև տեսավ հասարակության արձագանքը ինչպիսին է, չէ՞։ Համատարած, համընդհանուր սեր, հարգանք այդ ընտանիքի նկատմամբ, այդ կնոջ, նրա խիզախ պահվածքի, նրա արժանապատիվ պահվածքի եւ նրա Նիկոլ Փաշինյանի այս անթույլատրելի վիճակի վերաբերյալ։ Գոյրուն ջան, նախ որ ասես, այսքան տգետների դպրոց են, խեղճ անան այդքան սրա վրա չարչարվավ։ Տարավ ասած կրթել է նորաձևա, չէ՞, բայց կրթում էիր, որ ինչ անել, որ մի քիչ գոնեմ, բայց այդքան կրթվեցի դու բարեկրթություն է, տարական քաղաքավարություն էլ չես տիրապետում։ Հիմա սովորում է այս պահին կառավարման ակադեմիայի վերապատրաստման ծրագրերի ունկնդիրը 2 օր առաջ դասի էր։ Արաբակես էդ են սովորացրել դե։ Չնայած ասենք իր այդ դասից որ տեսանյութերը հրապարակում մեծ մասը իհարկե բուֆետում է, չգիտեմ ես Քարոզ Արշավենչիա գաստրոնոմ կոնցեպցիայի մեջ սա կիրառում։ Հենց անընդհատ ասեք ինչ Արե անընդհատ ուտում է ու ինչ ասես ուտում է։ Ասենք ինչի է մտածում որ այդպես ուտել է ինքան կարևոր ինքան լավ բան է որ ասենք եթե մեկը տեսա որ ինքը մի բան է ուտում ուրեմն դա ինքան լավ է։ Ու սենց մշտական ուտում Ալենի հետ ասենք կարա չէ մի անգամ էլ մի բան էլ ուրիշի հետ ուտի։ Այդ ուտելու հարց ասում է չէ այս ավտոբուսի մեջ Ալենից լավ ուտող դժվար է գտնվի։ Ասենք այն էմյուսների այն Արտուր Հովհաննիսյանի վիճակը նայում ես էլի դա նայես երեք կարողա ճիճու էլ ունի։ Սուրեն Պապիկյանն էլ կադրերից մեկում հետևի մասում երևում էր որ լավ ուտում է։ Իսա բրատ լավ չի ուտում։ Լավ չի, լավ։ Լավ, ինձ դուր չի կարելի դրա ուտել։ Դրա համար չեմ բերում առաջի պլան։ Կարող է շատ է ուտում։ Բայց այնց սանթով չի ուտում, էլի։ Ջիգարով որ վանգ Ալենն օրինակ հա էլի որ այնց տենալուց հասկանաս տենաս ասես այ մարտեսի ուտում։ Ու ահագի մարդ վախենում է նստի այդ ավտոբուսը արդեն։ Հանկարծ գետա մանցիկ ուտեն։ Օրինակ դուք Ռոմանոս Պետրոսյանին տեսել եք այդ ավտոբուսի մեջ։ Չէ։ Ես չեմ տեսել։ Ջանում էլ չկար։ Չեմ տեսել։ Պաշտպանված է։ Ռոմանոսը հիմա պաշտպանված է։ Չգիտեմ մոտ է, բայց պաշտպանված է։ Իսկ հիմա բոլորը գիտեն։ Այս ամեն ինչի մեջ գիտեք այսօր ինչն է ինձ նյարդայնացրել։ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը։ Ասում է արձագանքելով դրան, պահել եմ վերնագիրը այդ թերթ-ից եմ վերցրել, եթե թույլ տաք կարդամ։ Միպը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ։ Ուրեմն սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խնդիրը ինչի համար որ այդ սահմանադրական ինստիտուտը ստեղծելն է դա մարդու եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների գործողություններից այսինքն օրինակ որևէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ եթե պաշտոն չի զբաղեցնում իրանցից բացի ուրիշ պաշտոն զբաղեցնող չկա չէ ասենք օրինակ Հայկ Մարությանը, չէ՞։ Ինքը միպը քաղաքացուն չի պաշտպանում Հայկ Մարությանից, որովհետև եթե Հայկ Մարությանը վիրավորի որևէ քաղաքացու, վիրավորանքի բանի համար նա կարադիմի դատարան, այսինքն քաղաքացիական իրավական հարաբերությունը։ Միպը պիտի պաշտպանի մարդու քաղաքացուն պետական պաշտոնյաների գործողություններից։ Հիմա շատ կոնկրետ որոշակի պաշտոնյա Հայաստանի վարչապետը Երևանի մետրոպոլիտենում
Այսինքն պետական հիմնարկում Երևանի մետրոպոլիտենը հանրային կազմակերպություն է, մասնավորել չի, էլի, որ ասես, այս ինչ ռեստորանում ա եղել, այսինքն իր վերահսկողության տակ գտնվող մարմնում ինքը շրջապատված զինված թիկնապահներով մետրոպոլիտենում ասեմ, եթե իմացեք, նկարահանումները եւ տեսանկարահանումները արգելված են։ Այո, ռազմավարական թե երբ է թույլտվություն տրվել, գրավոր երբ է թույլտվություն տրվել Երևանի մետրոպոլիտենը, որ Նիկոլ Փաշինյանը տեսանկարահանումներ իրականացնի հատուկ նշանակություն ունեցող կազմակերպությունում։ Ակնհայտ է, որ ես վստահ եմ, որ այս թույլտվություն չի կարող լինի։ Ինքը շրջապատված է թիկնապահներով, մեծ թվով, որոնք զինված են։ Մենք բոլորս գիտենք, չէ՞ որ պետական պահպանության ծառայողն է, այդ թվում է կինը, որ իր առջև նստած է։ Իսկ ինքը չի այդպես հոխորտում, որովհետև գիտի, որ ինքը զինված պաշտպանության ներքո է։ Բայց այդ կինը եւ նրա երեխան պաշտպանություն չունեն որևէ տեսակի։ Ու ինքը իր կարգավիճակից ելնելով հոխորտում է, վիրավորում է, մատա թափ տալի, անպատվում է, նրանց անպաշտպան վիճակը օգտագործում է, ընդ որում քաղաքական ակցիայի շրջանակներում։ Ու սրա վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը կոչ անում բոլորին, ողջ մարդկությանը։ Հա, էլի։ Հələ մի հատ նայեք սրա վերջին շրջանի հանդիպումները մարդու իրավունքների պաշտպանի։ Գնում է Ստրասբուրգ, Երևանում, այդ տարբեր երկրներում մասնակցում է երեխաների իրավունքների կոնվենցիայի շրջանակներում ինչ-որ մեծ սեմինարի, կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, բռնի տեղահանված սոցիալական որոշակի խնդիրներով անպաշտպան հասարակության խնդիրների, քննարկումների, իր սաղ գրաֆիկը դրա մասին է։ Ու հիմա կոնկրետ պաշտոնյան, զինված մարդկանցով շրջապատված բռնության է ենթարկում փաստացի, դա հոգեբանական բռնություն է։ Անչափահաս երեխու ներկայությամբ նրա մոր նկատմամբ բռնություն, ընդ որում այդ մարդկանցից անկախ հանգամանքներում, այսինքն եթե այդ մարդիկ իմանային, որ Նիկոլ Փաշինյանը այդ օրը մետրոյում է, չէին մտնի։ Կին ինչ ասում, երեխեն շախմատի մրցումներից չուշանալ, ես հիմա ստեղ դուրս կգայի։ Այսինքն այնպես չի, որ ինքը եկել է նրա այդ հանդիպման։ Ինքը սովորական տրանսպորտով երթևեկում է։ Եկել ես չամրվել ես ու վիրավորում ես այդ մարդկուն, նրա ընտանիքին դրել ես երեխա, հիմա պատկերացնում եք այդ երեխան ինչ հոգեկան ծանր ապրումների մեջ է գտնվում։ Այո։ Ու ասա դե, հիմա ասենք որ ասում է այդ դերասանությունը ներողություն խնդրեմ։ Այսինքն ներողություն պիտի խնդրես հոխորտանքների համար։ Իսկ որ ինքը այսօր Երևանում է, բայց դրա ներողությունով պիտի խնդրի։ Կամ են 119,999 արցախցիներից ոնց է ներողություն խնդրելու։ Բայց զոհվածներից ինչ ներողություն ես խնդրելու։ Ներողությունը ո՞րն է։ Սխալվել ես։ Իսկ ով ասում, որ քո սխալների գինը ներողություն խնդրելն է։ Եթե պաշտոնյաները իրաց գործունեության ընթացքում սխալվում են, նրանք հրաժարական են տալի, ոչ թե ներողություն են խնդրում ու մնում են։ Պարոն Ղազարյան, դու ցանկացած սխալ կարաս թույլ տաս ու մնաս։ Եթե Նիկոլ Փաշինյանը այսպես միջանձնային առօրյա շփումներում չի կարողանում իր զգացմունքները զսպել, օրինակ մենք ինչ երաշխիք ունենանք, որ միջազգային հարաբերություններում ինքը իր էմոցիաները կարող է զսպել, սառը գլխով դատել, չգիտեմ, կշռադատված որոշումներ ընդունել, մեր երաշխիքը ո՞րն է։ Այսինքն, եթե մի կին կարող է նրան այդ աստիճանի հունից հանել իր հայտարարությամբ, մենք ինչ սպասենք, օրինակ, պետական կարևոր որոշումների կայացման առնչությամբ։ Գիտեք ինչ, հուզականությունը դա միայն չի վերաբերվում ըմբոստությանը, սենց հախուռն արձագանքին։ Հուզականությունը նաև շողոքորթությունը։ Չէ, այսինքն մարդը, որ հուզական վիճակի մեջ է հայտնվում, օրինակ իմանալով իր պատկերացումները դիվանագիտության մասին,
որը ինքը հայտնել է մեկ այլ քարոզարշավի ժամանակ 2020 թվականի Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Վայք քաղաքում իր պատկերացումները դիվանագիտության վերաբերյալ սահմանափակվում են կոշիկ լիզելով։ Ու քանի որ ինքը պարզում է շատ հուզական է եւ անհավասարակշիռ, այդ ձեր ասած վիճակներում կարող է ոչ թե ենթադրենք Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ինքը հունից դուրս գա եւ ասենց ըմբոստ ձևով համարցակ sense գոռալով խոսի Ալիևի հետ, այլ կարող է լինի մեկ այլ հուզական վիճակի մեջ եւ սկսի լիզել նրա կոշիկները։ Ես կարծում եմ, որ իհարկե կադրեր չկան։ Ես չեմ տեսել, անկեղծ ասած, բայց պատկերացնում եմ։ Ու ինձ թվում է Միացյալ Նահանգներ թրիպի համաձայնագիրը ստորագրելուց առաջ, երբ որ նա Արաբական Միացյալ Էմիրություններում Աբու Դաբիում 5 ժամ առանց նույնիսկ պատվիրակության անդամների ներկայության առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Առանց որևէ լրագրողների ազատ լրատվամիջոցների ներկայության, որ նույնիսկ լուսաբան են, միջանցքում, օրինակ ասենք, եթե միջանցքում սպասող լրագրող լիներ, դա կարար տեսնար հանդիպումից հետո Իլհամ Ալիևի կոշիկները խոնավ են, թե չոր։ Որովհետև հնարավոր է, որ խոնավ եղա։ Կամ ասենք, օրինակ վարչապետի լեզուն սև է, թե ոչ։ Հիմա որ դու գնացել ես Հայաստանի գերբերով, բանով, քարտեզով, այդ մասնատված Հայաստանի նշաններ ես բաժանում, մարդիկ էս են ուզում քեզնից։ Դուք էլ ունեք դրանից։ Անպայման։ 20 ինքը նույն Երևանի մետրոպոլիտենում սա էր բաժանված, մոտիկ պահեմ մեր հեռուստադիտողները նայեն։ Սա ինչ քարտեզ է։ Հայաստան Արցախով։ Ու սրա վրա ինչ է գրած։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր։ Բայց եթե դու 20 տարի առաջ էս էիդ բաժանում, 20 տարի հետո նույն տեղը գնացել ես, դրա կեսն ես բաժանում։ Բայց հետո ինչ ես բաժանելու։ Եթե իհարկե ինչ-որ բաժանելու բան մնա։ Ու մտածում ես, որ ներողությունը այդ խնդրի լուծումն է։ Ներողությունը չի այդ խնդրի լուծումը։ Ամեն մի հասարակ բանի համար են ղեկավարները հրաժարական տալի։ Շվեդիայի վարչապետը ինչ-որ մի աշխատանքային նախաճաշեր ունեցել, որի հաշիվը 100 եվրոից ավել էր եղել, ինչ էր եղել, պետբյուջեից էին վճարել, դրա համար հրաժարական է տվել։ Դու 100 եվրոյի վնաս ես տվել ժողովրդին։ Ասում է, փախել եք, եկել եք։ Այդ ոնց է մինչև քո իշխանության գալը ոչ մեկը չէր փախնում։ Օտար մարդիկ էին էթում Արցախում բնակություն հաստատում։ Հիշում եք մի հատ ռուս միլիոնատեր կար։ Գնացել էր Արցախում էր ապրում։ Բայց դու ես այդ մարդկանց բռնի տեղահանության մեղավորը։ Հələ մի հատ վերցրու քո ելույթները կարդա։ 18 թվին ինչ էիր ասում։ Դու 21 թվին, արա, պատերազմից հետո։ Դու այդ արցախցիներին ինչ էիր ասում։ Ասում էր, որ էսա Հայաստանը թողեք եկեք։ Բայց ո՞նց եղավ որ եկան։ Եթե բոլոր իրադարձությունները քո պաշտոնավարման շրջանում են եղել, դու պատասխանատվություն չունես այս ամեն ինչի համար։ Բայց եթե պատասխանատվություն ունես, քաղաքական գործի պատասխանատվությունը ինչով է արտահայտվում։ Պաշտոնից հեռացումով, չէ։ Դու ինքդ մարդկանց որպես վարչապետ պաշտոնից ազատում ես, չէ։ Ասենք օրինակ մի հատ Դումանյան կար,
Հիշում եք կրթության նախարար էր։ Բահրամ Դումանյան։ Նրան պաշտոնից ազատել է ինչի համար։ Ասում է կետած ես ինչին կսարքես Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ռեկտոր, չէ՞։ Նա հետո տապալվում է, չի կարում անի։ Ասում է դե որ չես կարում անես, այն Համբարձում Մատևոսյանն է փոխվարչապետ էր խորհրդի նախագահը։ Ասում է եթե դուք այդ խնդիրը չեք կարում լուծեք, ելում ես պետք արա դու փոխվարչապետ նախարար, չէ՞։ Հանուն շփրտում է։ Բայց եթե դու հասկանում ես, որ հանձնարարություն չկատարած, նպատակը չիրականացրած, ձախողված, պաշտոնյան պիտի հեռացվի։ Բայց դու չես հասկանում, որ դա քեզ էլ է վերաբերվում։ Իրա պատկերացումներով դա բոլորին վերաբերվում է բացի իրանից։ Բացի քաղաքական պաշտոն զբաղեցնողներից, Ազատ գյուղի կացարանում ողբերգություն է ալնում, զինված ուժերի պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը խաղաղ պայմաններում։ Ում ասես պաշտոնից զրկում են պրոֆեսիոնալ զինվորականներին, բացի քաղաքական պաշտոն զբաղեցնողներից։ Պապիկյանը հրաժարական է տվել դրանից հետո։ Ինքը հրաժարական է տվել, մի հատ փոխնախարար հրաժարական է տվել։ Նորմալորեն ողբերգություն է։ Քաղաքի կենտրոնում իրանց կամքից անկախ խաղաղ ապրող, առև գնացած, առևտուր անող, հարկ վճարող մարդը ոչ իր մեղքով տասնյակ մարդիկ մահանում են։ Մի քաղաքական պաշտոնյա կարա ասեք, որ պաշտոնից հեռացվել է։ Մի քանի օր առաջ ոստիկանության պետը ունի 4-ը տեղակալ։ 3-ին գործից հանում են, 4-ից 3, այսինքն ինչա, համակարգային ճգնաժամի վկայություն է, չէ՞։ Հակառակ դեպքում ասենք, եթե մենակ բարեկային ծառայությունն է ձախողը, մենակ դրա պետին պիտի անես, եթե մենակ քրեականն է, քրեականի։ Եթե համայնքը 4 ստրուկտուրա ունի ոստիկանությունը, 4-ից 3-ը մի օրում հեռացվել են պաշտոնից։ Այսինքն եթե մարդը լավ աշխատող մարդուն չի պիտի անես, չէ՞, լավ աշխատող մարդուն պարգևատրում ես տալի, կոչումն ես բարձրացնում, պաշտոնն ես բարձրացնում, չէ՞։ Այդ նշանակում է ամբողջ ոստիկանությունը ճգնաժամի մեջ է։ Բայց եթե դու հասկանում ես, որ ոստիկանությունը պրավալ է, նախարարը ինչի է մնացել ներքին գործերի։ Դու ինչես մնացել։ Բայց 8 տարի ղեկավարելու արդյունքում դու եկել ես այն վիճակի, որ ոստիկանության 4 ստորաբաժանում 3-ը պրավալ են, ու դու շարունակում ես աշխատել, բայց ձեր ամբողջ օրվա աշխատանքը, միլիարդավոր դրամների հատկացումները, խորհրդակցությունները ինչի համար են։ Եթե դրանք արդյունավետություն չունեն, դու եկել ես ասում ես հատիկ առ հատիկ։ Իջևան քաղաքին վերադարձվել է հողամաս 1.280.000 դրամ արժեքով։ Այսինքն ուզում ես ասես, որ 1.280.000 դրամը շատ կարևոր փող է, չէ՞։ Բայց դու ոստիկանությանը 1.280.000 դրամ ես հատկացրել։ Միլիարդավոր դրամներ ես, չէ՞, հատկացրել։ Բայց եթե միլիարդավոր դրամներ հատկացնում ես, ու հանցավորության մակարդակը չի պակասում։ Շաբաթ մի մարդ են սպանում ես երկրում։ Վատնումա չէ միջոցների։ Այո, ճիշտ է։ Անհատությունով է։ Պարոն Ղազարյան, իդեպ այդ շատ կարևոր բան է, ներքին գործերի նախարարն ասում է ամեն օր Հայաստանում չեն մարդ սպանում, 50 սպանություն է եղել 2025 թվականին, 50 սպանությունը դառնում է շաբաթը 1 սպանություն։ Ամեն օր չի։ Տարին ունի 51 ու նախարարը դառնեն ցեն արհեստական բանականության նման, ես կնոպան սխում ես, խոսում եմ նստում եմ։ Պատասխանով պետք է աղջիկ ջան դրա։ Դու պետք է տաս ու վարչապետը պետք է տա, չէ՞։ Բայց եթե դուք հասկանում եք, որ Խուդինյանը պրավալա տվել պիտի հանեք, բայց չես հասկանում, որ այդ պրավալը քեզ էլ է վերաբերում։ Խուդինյանը կարող է մի բան ծեր ասելու չի արել։ Ասել եք չի արել։
Բայց եթե ձեր ասածն դա արե, ձեզ է ենթարկվե 10 հոգուց ավել բան լինի, հանրահավաքներ, այդ հեռացվածները 4 իրար հետ ընդ կանգնած են։ Բայց դրանք իրանց գործը պրավալ են տվել, որովհետև ամեն մի սովորական հանրահավաքին իրանց գործից կտրում եք, բերում եք ընդ, չէ՞։ Դուք եք դրանց պատասխանատու, նրանց այդ վիճակը։ Հələ թողեք մարդիկ ասենք Խուդինյանը պատահական մարդ չի, նա ասեմ էլի ծառայության մեջ իր կարիերան անցած գնդապետ է։ Խուդինյանին որ թողնես նորմալ իր պարտականությունները կատարի, լավ էլ կկատարի, ասեմ մացի։ Նա որպես ծառայող իր ասիկեն դու իրան լավ աշխատանքի պայման ստեղծես, ինքը ֆունկցիոնալ իր պարտական, բայց եթե դու մարդուն իր ծառայությունից կտրել ես, բերել ես մեծ հանրահավաքի կանգնացրել ես օպերայի պատի տակ։ Իրան գործից կտրել իր հիմնական գործը ամբողջ Հայաստանի պարեկների ղեկավարն է, չէ՞։ Նա հիմա պիտի ղեկավարի Գյումրիում պարեկային հանձնարարություն տալ, ուրիշ տեղ։ Թողեք այդ մարդիկ քրեական բանը, քրեական ոստիկանության պետ է, որ հանին գործը, Վարդանը։ Գյումրիի 7-6 եկեղեցում այդ վարչապետը Վարդան ջարախ դու ինչ գործ ունես այդ բանը։ Որ ասես տենց հավատացյալ ամեն կիրակի հիմա պատարակի տենց չի։ Դա պարզվեց Նիկոլ Դու Երևանից չես էլ գնացել։ Եթե քո ղեկավարած ստորաբաժանումը քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն է։ Դու պիտի ընդեղ լինես, որտեղ քրեական հանցագործներն են, չէ՞։ Եկեղեցում պատարակը քո ինչ ոլորտային գործունեության տեղն է։ Բայց որ դու գնացող ես, այսօր ինչի՞ չէ, կիրակի օր է։ Հələ մեկը դրան չի հարցնում, ասի, բա դու ասել ես ամեն կիրակի պատարակ էի գնում։ Այսօր կիրակի է, չի ես գնացել։ Դե գնա։ Սուտ, որտեվ ինչ անում է սա սուտ, դերասան։ Պարոն Ղազարյան, մի հատ կարևոր բաներ կա, ասում է այդ մետրոյում այդ վիճաբանության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք միլիարդներ տվեցինք, երևի բառացի չէ, բայց էս է իմաստը։ Ասում է միլիարդներ տվեցինք, որ դուք մնաք այնտեղ չփախչեք։ Արդյոք սա դուք իրավաբան եք։ Ես էլ եմ իրավաբան։ Ես օրինակ այդտեղ տեսնում եմ ներազգային թշնամանքի սերմանում։ Երբ որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրում է արցախահայության դեմ, ասում է Հայաստանի քաղաքացիները փող են տվել, դուք թողեք փախել եք։ Նախսեն դրանից, որ Հայաստանի քաղաքացիները նաև արցախցիները, որովհետև նրանք մեր հետ միասին ունեն նույն անձնագիրը, որի վրա գրած է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Ու այդ անձնագրի վերջին էջում էլ գրած է, որ այս անձնագրի տերը Հայաստանի Հանրապետությունն է, այդ անձնագիրը կրողի երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Ու քանի որ մենք բոլորս ունենք նույն անձնագիրը, մենք բոլորս միասին ունենք նույն երկրի քաղաքացիություն, եւ այդ ֆինանսական հատկացումները, որ կատարվում է նաեւ արցախցիների վճարած հարկերով։ Հիմա ինք ինչ չի կարասի, գիտես ինչ, ես այս ինչ բյուջետային հատկացումն եմ արել, լավություն եմ արել ես իմ վճարած հարկերի հաշվին ես արել, հիմա քննարկենք արժերաներ թե չարժերաներ։ Իր արածը մի ուրիշ բան է նշանակում։ Փաստորեն դու վատնել ես մեր պետական բյուջեի միջոցները։ Հիմա ասում ես Արցախ-Ադրբեջանը, չէ՞։ Ոչ մի օրենք, ոչ Հայաստանի, ոչ Արցախի այդ ընթացքում չի փոխվել։ Քան այն պահը, երբ որ դու հələ հատկացումներ ես արել։ Այսինքն 22 թվին հատկացում արել ես։ Արել ես, չէ՞։ Հատկացում ես արել, որ ինչ կառուցվի։ Ենթադրենք, տուն, շենք կառուցվի Արցախում, բան դպրոց վերանորոգվի Ադրբեջանում։ Այսինքն դու մեր երկրի բյուջեի փող տալիս Ադրբեջանում ծախսել ես։ Դες է ստացվում։ Ուրեմն վատնել ես։ Բայց եթե դու ասում ես, որ դա Ադրբեջանը 91 թվականից մեր երկրի փողը դու տալել ես ծախսում ես Ադրբեջանում, ու դե ամբողջ հարստությունը թողել ես Ադրբեջան, եկել ես, չէ՞։ Բայց դրա պատասխանով պետք է տա։ Չի վատնել ես դու մեր պետական բյուջեի միջոցները։ Եթե դա Ադրբեջան չէր, եթե այդ հատկացումը պիտի անեիր, հիմա բա հարց առաջը, բա հիմա չի չես անում, հիմա այդ մարդիկ ինչի դե չեն։
Դու ես փոխել քո մտածմունքները։ Այո, ում մտածմունքներին ես բերե համապատասխանեցրել։ Ադրբեջանի նախագահի քո կողմից ստորագրված 2020 թվականի հուլիսին ստորագրված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրած է, որ Ադրբեջանը ճշտամական պետություն է։ Ադրբեջանը Հայաստանի համար անվտանգային սպառնալիքներ ներկայացնող պետություն է։ Եթե հիմա քո տեսակետները Հա մեկ էլ կուզեի անդրադառնայիք այդ համայնքներում, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքն են ուզում համբուրեն, չգիտեմ, ասում են քո անունով փողոցներ պիտի անվանակոչվի, դրանք իրոք տենց երկրպագում են Նիկոլ Փաշինյանին, թե ուղղակի իրենց կուսակիցներն են։ Դա սարքած բաները, եթե նկատել եք, Հիմիկվայի իր հանդիպումները ուղիղ եթերով չի արձակում։ Հիշում եք 18 թվին, նույնիսկ 20 թվի հետ իր քարոզարշավին, 21-ին էլ կարծեմ, ուղիղ եթեր էր անում։ Չէ, այսինքն բաց երևում էր էլի, ինչա կատարվում։ Այս տեսանյութերը որքան էս կողքից են նկարում։ Ինքը իր այցելությունների մասին լրատվամիջոցներին տեղյակ չի պահում, օրինակ դուք լրագրող եք, դուք գիտեք ինքը այսօր որ պիտի գնա, նախապես ասել են ԿՊ-ի լրատվականից։ Դե գաղտնի են պահում, որ ոչ մեկ մենակ իր հետի նկարողներն են նկարում, ինքը ընտրում է տեսանյութային հատվածը, որտեղ ենթադրենք վայքում նախադուի հերոն ասում է, որ պիտի քո արձանը դրվի։ Ասենք մի մարդ, որի աղբերը աշխատում է քաղաքապետարանում։ Նա աղբերը ասել է վարչապետ գալիս է, արի մթոն դու բան ես, էլի։ Ժողովրդի ներկայացուցիչ ես։ Դες մեծ բան կասես։ Սարքած պատմություններ ա, ասենք, հիմա ասենք թե ես վայքեցուն եմ ճանաչում, մարտունեցին ա ճանաչում, չէ, ամենքը մեկին ճանաչում է։ Մեկ-երկու դեպք ալնում, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է իր, այդ կողքից պատահաբար նկարում են, օրինակ Չարենցավանում են կինը, որ ինքը իր հեռախոսով նկարում էր այն հարցը, որ ինքը տալիս է, չէ։ Ճար չունի, ասենք այդ տեսանյութը կողքից էլ նկարողը տարածում է։ Բայց ինքը տարածում այն տեսանյութերը, որը սենց իրան սենց լավ ընդունում են, պարոն վարչապետ։ Այն մեկն էլ ասում է բանը, նկարը դրել եմ շրջանակի մեջ, դրել եմ տունը, դες բան անում եմ, բայց շուտ է։ Շուտ է։ Դե ինչ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ շատ զրույցի համար, մեզ դիտողներին էլ խնդրեմ կրկին բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը եւ գրել մեկնաբանություն։ Շնորհակալություն։ Լավ եք։